Երգչուհի Քրիստինե Պեպելյանն արդեն երկար տարիներ է ինչ բեմում է։ Նրա ավանդը հայկական շոու բիզնեսում շատ մեծ է։ Քրիստինե Պեպելյանին հանրությունը սիրում է, հետաքրքրվում նրա գործունեությամբ ու ժամերի ընթացքում հիթ էր դարձնում նրա նոր երգերը։ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո Քրիստինե Պեպելյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում նաև սոցիալական հարթակներում, որտեղ էլ պարբերաբար նոր տեսանյութեր է հրապարակում որդու Արեգի մասնակցությամբ։ Հանրությունը Արեգին ևս շատ արագ սիրեց։ Հերթական անգամ օրեր առաջ Քրիստինե Պեպելյանը որդու մասնակցությամբ հոլովակ է հրապարակել, որտեղ Արեգը սեր է խոստովանում մայրիկին, պատմում, թե որքան շատ է սիրում նրան։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել ջերմ ու էմոցիոնալ հոլովակն առանց մեկնաբանության։ Ինչքան օդ ինչքան օդ կա, քեզի Այդ ամբողջ օդերի չէ, բոլոր աշխարհի բոլոր օդերի։ Որ Ամերիկայի օդը, Հայաստանի, Ջուպիտերի։ Շատ լուրջ է փաստորեն մեր հարաբերությունները, Արեգ ջան։ Դա չեմ կարողանում, որտեղ space there's no like Լուրջ է մեր հարաբերությունները։ Մեր սերը շատ լուրջ է, բալես։ Վերջինը։ Այնքան եմ քեզի սիրում, որ թիվ չկա այդտեղ։ Մարդիկ դա տենց թիվ չեն հորինել։ Որ հաշվում են 1, 2, 3, 4, բայց այդ նոմբերները stop չի լինում։ Հա, միշտ ավելանում, հա։ Հա։ Ոնց կլինի տենց բան։ Double միջև հասնի infinity։ Բայց 3 play։ Արեգ ջան, խես որոշել որ այսօրվա գործանողը դու ես, բալես։ Խես որոշել որ այսօրվա աթորնականը։ Խես որոշել որ այսօրվա գործանողը դու ես, կյանքս։ Որտեղ I'm already doing արդեն հերիքավոր սարքել են արդեն իմանալ գործենալով իմ հետ նա։ Ոյ կյանքս, Լայնի մեջ է։ գործանելու լայնի մեջ ես։ Հիմա ոբշեմ դու որոշել ես որ միշտ դու ես ամանները լվալու։ Հա։ Ես թույլ չեմ տա նման բան։ Դու կարաս ինձ օգնես, Անոյին օգնես, բայց պետք չի որ միշտ դու լվաս ամանները բալես։ Դու կանես տղայական գործեր, օքեյ, ինձ նայի տեսնեմ։ Նշենք, որ Քրիստինե Պեպելյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ Այս տարիների ընթացքում երգչուհին մասնակցել է նաև մի շարք հարցազրույցների։ Վերջին անգամ նա մասնակցել է Հերմինե դիալոգ հաղորդմանը, որին Քրիստինեն մասնակցում էր իր որդու Արեգի հետ։ Star News-ը հետևել է զրույցին ու ներկայացնում է ձեզ ամենահետաքրքիր հարց ու պատասխանները։ Քրիստինե Պեպելյանը խոսեց Ամերիկա տեղափոխվելու եւ հարմարվելու մասին։ Ես չեմ մտածել հարմարվել չհարմարվելու մասին։ Հավանաբար այդ խնդիրը չեմ էլ դրել իմ առաջ։ Դրա համար երբևէ չեմ խորացել։ Ամերիկան ինձ համար նորություն չէր։ Ես աշխատանքի բերումով, կյանքի բերումով շատ եմ գնացել ու եկել։ Ես չգիտեի, որ պետք է մնամ։ Շատ անսպասելի ու արագ ստացվեց դա, նշել էր երգչուհին։ Հաջորդ թեման մայր ու որդի հարաբերությունների կառուցման դժվարություններն ու հաջողություններն էին։ Առանց մամայիս շատ դժվար կլիներ։ Դա անտանելի դժվար բան է։ Ես այնքան լավ եմ հասկանում բոլոր ծնողներին, ովքեր օգնող չունեն։ Նախորոք Արեգի դաստիարակության հարցում որևէ բան չեմ էլ որոշել։ Ես դեռ շատ փոքր ժամանակվանից իրեն ասում էի. Արեգ ջան, պիտի պայմանավորվենք տղաս։ Անում ես դու, անում եմ ես։ Ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Չես անում դու, չեմ անում ես։ Նա չի հասկացել, որ կարող է կամակոր լինել։ Չգիտի ձևը դրա։ Նա գիտի, որ լացով առաջ չի կարող տանել իր ասածը։ Ես իր հետ կապված ամեն բան վայելում եմ, որովհետև աշխատանքի բերումով շատ ժամանակ չեմ ունենում։ Իմ պահանջները շատ են իրենից, բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու, որովհետև պետք է ինչ-որ կերպ այդ խստությունը կոմպենսացնել։ Իր մանկական ցանկություններին տեղ եմ տալիս, որ իրեն ազատ ու ուրախ զգա, բայց ամեն ինչ չափի մեջ է։ Ի տարբերություն շատ երեխաների, Արեգը իմ հեռախոսի կոդը չգիտի, նշել էր երգչուհին։ Խոսելով առօրյա ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի մասին, Քրիստինե Պեպելյանը նշեց. Ես չգիտեմ, հետո ինչ կանեմ։ Ես ոչինչ անել չեմ կարողանում, բացի երգելուց ու դասավանդելուց։ Անում եմ մի բան, որը սիրում եմ, որը ինձ դուրեկան է։
Ես բիզնես ուղեղ չունեմ եւ չեմ կարողանում բիզնես մտածել։ Ես չեմ ուզում ավելին ռիսկերի ու գործերի տարատեսակ հաշվին։ Գնահատում եմ այն աշխատանքն ու այն տարիները, որ ես չարչարվել եմ անունիս համար։ Հաղորդման ընթացքում խոսք եղավ նաև հայ արտիստներից, Պեպելյանի կարծիքն այսպիսինն էր. մեկ-մեկ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ հայրեր որդիներ իրականության մեջ ենք։ Այս կռիվը, որ սկսվում է, հասկանում եմ, որ մեծացել եմ։ Կան կատարողներ, որ ինձ շատ դուր են գալիս, կրեատիվ երեխաներ կան որոշները, որոնց կրկներքը նույնիսկ ի վիճակի չեմ լինում լսել, անհնար է ուղղակի, նոր սերնդին եմ դիմում, մենք թոշակի չենք գնալու, նշել էր Քրիստինեն։ Ցավոք, խոսվեց նաև ներկայիս իրականության ոչ դահլիճային համերգներից ու բլոգերներից։ Մարդիկ հիմա այնքան կարիք ունեն դահլիճների։ Մենք բոլորս տեղափոխվել ենք բանկետ հոլեր, ռեստորաններ, անպայման պիտի ուտենք երաժշտության ժամանակ։ Ոնց կլինի առանց ուտել նստենք։ Մենք լրիվ ուրիշ տեղ ենք հիմա։ Եվ ինձ համար անհասկանալի է, թե ոնց կարելի է ինչ-որ մեկին սիրել, ասել, այո, կարելի է գնալ այս մարդու համերգին ու տոմսերը պատվիրելուց ասել, ինչ ենք ուտելու, ինչի համար է պարտադիր, որ ինչ-որ բան պիտի ուտենք։ Զրույցի ընթացքում նշել էր Քրիստինե Պեպելյանը։ Դե իսկ Star News-ը ձեզ է ներկայացնում նաև մի քանի այլ տեսանյութ Քրիստինեի եւ նրա որդու Արեգի մասնակցությամբ։ Okay. Չէ, մի հատ էլ ու վերջ։ Համերգը չի ավարտվել դեռ։ Դավայ։ Համերգը։ Հա, համերգ ենք անում։ Գնաց։ Յապե, արդյունը ես Առաջինը դու։ մի արավի։ Չէ, իմ հերթը չի դեռ։ No, վերգաս վասես։ Լավ, սպասում։ Չէ։ Այ ապրես։ Այ ապրես։ Ահա։ Հիմա նորից ի, երրորդ մատիկով ին, դավայ։ Երրորդ մատիկով, երրորդ։ Լավ։ Սոտքի ապրես։ Արո մի օր կգանք քո տուն, քեզի շատ եմ կարոտել, միասին քեֆ կանենք։ Զատո կարուն քեֆը շատ է սիրում։ Կպարենք իրար հետ։ Տենց ես անելու, որ սիրուն մնաս։ Հա։ Իսկ կարոն ինչ պիտի անի։ Շորը։ Ֆոկասկոր կարոն իրա շորերը դրելա, որ բաժանի աճուձախ։ Հա, տեսա մեդիաներում։ Բայց դա խանութում է վաճառվում, պետք է գնաս առնես բալես։ Կարոն չունի այդ շորերից իրանց տանը, որ բաժանի մեզ։ Խի, մի օր ինձի բազարներ է։ Հաստատ։ Ախ, կարոն, ոնց է քեզ սովոր ասում տենց երես տալիս քեզ։ Ուտես ինձի սիրում է։ Բե հա, գիտեմ, դու էլ իրան ես սիրում, ձեր սերը փոխադարձա։ Կարո համ մի օր կգանք։ Դե լավ։ See you soon. Ապրես։ Իսկական բլոգեր ես դու։ Soon, bye.